Բարի եւ օրհնված օր բոլորիդ։ Թող օրհնված լինի այսօրվա ժամերն ու ժամանակները, որի ընթացքի մեջ այսօր բոլորս գտնվելու ենք։ Այսօր խոսելու ենք Սուրբ Հոգու դերի մասին, Սուրբ Հոգու ներկայության մասին, ով է Սուրբ Հոգին եւ ինչ նշանակություն ունի նա մեր կյանքի մեջ։ Որովհետեւ բոլորս գիտենք Աստծո մասին, բոլորս գիտենք նրա որդու Հիսուսի մասին, բայց այն ինչ կատարում է Սուրբ Հոգին մեր կյանքի մեջ, այսօր կխոսենք դրա մասին։ Եվ սկսենք նրանից, որ Սուրբ Հոգին ինքը պարզապես զգացում չէ։ Դա Աստծո կենդանի ներկայությունն է, որ գործում է մարդու ներսում։ Երբ որ Հիսուսը պատրաստվում էր հեռանալ իր աշակերտներից, նա ասաց Հովհաննես 14:16 խոսքում, որ ես հորը կաղաչեմ եւ նա ուրիշ մխիթարիչ կուղարկի ձեզ։ Այսինքն Հիսուս չասաց կմնաք մենակ, նա խոստացավ հենց իր Սուրբ Հոգուն։ Եվ ինչ է անում Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին նախ փոխում է մարդու ներսը։ Վերենք Սողոսի օրինակը։ Սողոսը մի մարդ էր, ով հալածում էր քրիստոնյաներին։ Ու նա մտածում էր ինքը ճիշտ ճանապարհի վրա էր, մինչ այն պահը, երբ որ Սողոսը հանդիպեց Հիսուսին։ Եվ դրանից հետո ամեն բան փոխվեց։ Եվ այն մարդը, որ ժամանակին գործում էր Աստծո դեմ, այժմ քարոզում է Աստծո մասին։ Եվ ինչ եղավ, Սողոսը դարձավ Պողոս։ Դարձավ ավետարանի քարոզիչ։ Ինչ է անում նաև Սուրբ Հոգին։ Սուրբ Հոգին ուղղում է մարդկանց, երբ որ մարդիկ սխալի մեջ են լինում։ Բայց ելի եմ կրկնում, երբ որ քո սիրտը բաց է լինում Սուրբ Հոգու առաջ, Սուրբ Հոգին աշխատանք տանում է։ Բայց եթե ներսդ դեռ կարիք ունի ազատագրման, Սուրբ Հոգին չի կարող այնտեղ գործել։ Սուրբ Հոգին նաև մեզ ուժ է տալիս անցնել ցանկացած իրավիճակների միջով, ցանկացած փորձությունների, նեղությունների, դժվարությունների միջով։ Գիտես, Սուրբ Հոգին չի գալիս, որ մենք մեր ներսում ինչ-որ բան զգանք։ Նա գալիս է, որ մենք փոխվենք, որ իմ ու քո սիրտը դառնա այնտեղը, որտեղ նա կարող է բնակվել։ Որովհետև ամենամեծ հրաշքը այն չէ, որ Աստված սկսում է այդ ժամանակ փոխել մեր շուրջը եղածը, այլ այն, որ նա սկսում է փոխել մեզ ներսից։ Այսօր գուցե այն ժամանակն է, որ մի պահ դու նայես քո ներսը, քո ներսի վիճակը, որ գուցե քեզ թվում է դու ամեն բան կարող ես քո ուժով։ Դու կարող ես անցնել ամեն բանի միջով ու ոչ մեկի օգնությունը քեզ պետք չէ։ Բայց գիտես, քեզ մի բան ասեմ, որ եթե Աստծո ներկայությունը, այն նույն հենց Սուրբ Հոգու ներկայությունը քո կյանքի մեջ չլինի, դու երբեք ոչ մի փորձության միջից դուրս չես կարող գալ։ Գուցե անտեսանելի ձևով նույնիսկ գաղափար չունես Սուրբ Հոգու մասին ու դուրս ես գալիս իրավիճակից ու քեզ թվում է դա պատահականության սկզբունք է, քեզ ասեմ պատահականություններ չկան։ Հենց Սուրբ Հոգին է քեզ հանում այդ իրավիճակից, փորձելով քեզ հասկացնել, որ ինքը գործում է քո կյանքի մեջ, բայց դու կրկին անգամ չես նկատում դա, որովհետև մարդը իր ուժով ոչ մի իրավիճակից դուրս չի կարող գալ, եթե Աստծո զորավոր ձեռքը նրա կյանքի մեջ չլինի։ Իսկ եթե այսօր դու դեռ չես արթնացրել այն Սուրբ Հոգուն, այն Աստծո զորավոր ու թանկ Հոգուն, որ քո մեջ քնած է, արթնացրա նրան, որովհետև նա բոլորին մոտ է։ Ուղղակի պիտի կանչես նրան, որ նա սկսի աշխատել քեզ հետ, որ նա սկսի գործել քո կյանքի մեջ։ Որովհետև Սուրբ Հոգին մեզ չի գալիս դատելու, նա գալիս է առաջնորդելու մեզ։ Նա չի գալիս կոտրելու մեզ, այլ գալիս է վերականգնելու կոտրվածը։ Ոչ թե հիշեցնելու քո անցյալը, քո նախկին ցավերը, վերքերը, այլ քեզ նոր կյանք տալու եւ վերքերդ լիակատար բուժելու։ Իսկ այն կոտրված սիրտը, որ մինչև հիմա քո ներսում է, նա կոտրվածը կվերցնի եւ նորը կտնի այնտեղ։ Մի փնտրիր հրաշքներ քո կյանքի մեջ։ Փնտրիր Աստծո ներկայությունը։ Փնտրիր Սուրբ Հոգուն։
Այն մեծագույն հրաշքին, որը կարող է փոխել անփոխարինելին քո կյանքի մեջ։ Գիտես, Սուրբ Հոգին Աստծո լուր շունչն է մեր կյանքերի մեջ։ Նա չի աղմկում, բայց առաջնորդում է քեզ։ Նա չի ճնշում, բայց քեզ ուժ է տալիս։ Երբ որ աշխարհը չի հասկանում քո ներսի ցավն ու լռությունը, Սուրբ Հոգին հասկանում է դա ու ոչ միայն հասկանում է, այլ նա աղոթում է հենց քո փոխարեն, քո ներսում, քո իրավիճակի համար, հենց երկնային ու փառավոր Աստծուն։ Եվ նրա ներկայությունը չի սահմանափակվում զուտ զգացմունքներով, այլ այն փոփոխությամբ, որ հետզհետե քո կյանքում տեղի է ունենում, որ սկսում ես ներել, երբ որ առանց Սուրբ Հոգու աններելի էր քո համար, և սկսում ես սիրել բոլորին, անկախ նրանից, թե դիմացինը ինչ է արել քեզ, երբ որ սկսում ես աղոթել այն բոլոր մարդկանց համար, ովքեր ժամանակին քեզ թշնամի էին համարում։ Գիտես, գերբնական է Սուրբ Հոգու ներկայությունը։ Երբ որ Սուրբ Հոգին սկսում է աշխատել քո ներսում, դու չես էլ հասկանում, թե ոնց է հին մարդը մահանում քո ներսում և ծնվում մի նոր մարդ, վերածնված ու լցված լիովին Աստծո զորավոր ներկայությամբ։ Այն մարդիկ, ովքեր Սուրբ Հոգուն չունեն դեռ, նրանք գիտեն Աստծո մասին, իսկ այն մարդիկ, ովքեր լցված են Սուրբ Հոգով, այդ մարդիկ ճանաչում են Աստծուն։ Այս է տարբերությունը, երբ որ Սուրբ Հոգին կա մարդու ներսում, և երբ որ Սուրբ Հոգին չկա մարդու ներսում։ Օրհնված եղիր, սիրելիս, ու շնորհակալ եմ, որ այսօր էլ կրկին անգամ լսեցիր ինձ։ Ու թող այսօր լինի այն օրը, այն վերջին օրը քո կյանքի մեջ, որ դու չես ունեցել Սուրբ Հոգուն։ Թող այսօր դառնա նոր սկիզբը քո և Սուրբ Հոգու հանդիպման։ Ու վերջում մի բան ավելացնեմ, եթե իրապես ունեք հարցեր Աստծո վերաբերյալ կամ Աստվածաշնչյան խոսքի կամ կյանքի առումով ինչ որ հարցեր, որոնք ուզում եք ըստ Աստծո խոսքի պատասխան ստանալու, կարող եք կոմենտների բաժնում, մեկնաբանությունների բաժնում թողնել ձեր հարցերը, ես մեծ սիրով կպատասխանեմ։ Օրհնված եղեք։